Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, ազգային ժողովի հարգելի փոխխոսնակ, հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհավորել բոլորիս, այսօր արվեստի համաշխարհային օրն է եւ այսօր ունենք նաեւ հնարավորություն ներկա գտնվելու Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացմանը, վերանորոգումից եւ ցուցադրության նորացումից հետո Եվ հուսով եմ, որ այս առիթը, ինչպես դուք, այնպես էլ մեր քաղաքացիները կօգտագործեն պատկերասրահ այցելելու եւ մշակույթին առնչվելու, որը կարծում եմ շատ կարեւոր էր, եւ քանի որ այս տեղից սկսեցի խոսքս, պետք է հիշեցնեմ, որ նախորդ տարի Պատմության թանգարանում բացվել էր Անահիտից Մարիամ Մայրաստվածություն ցուցադրությունը բրիտանական թանգարանի հետ համատեղ եւ միայն օրերս ամփոփեցինք շուրջ 6 ամսյա ցուցադրությունը, որը դարձավ Հայաստանի պատմության ամենամեծ թվով այցելուներ ունեցող ցուցադրությունը, ավելի քան 55,000 այցելու ենք ունեցել եւ սա նաեւ նոր հարթակ ու հնարավորություն է բացել մեր թանգարանների համար։ Սեպտեմբերին պատրաստվում ենք նույն պատմության թանգարանում Լուվրի հետ համատեղ ցուցադրություն բացել, արդեն իսկ համագործակցությունը Բեռլինի թանգարանի հետ է պլանավորված, պատկերասրահը ցուցադրություն կկազմակերպի Ֆրանսիայում, եւ սա նաեւ ցույց է տալիս, թե ինչպես են փոփոխությունները սկիզբ առնում ու ծավալվում առանձին նախագծերից, որակական փոփոխություն բերելով նաեւ ոլորտներում։ Եվ այսօր խոսելով կառավարության ծրագրի տարեկան զեկույցի շրջանակներում իրականում մի իրավիճակում ենք, որ կառավարության ծրագրի ավարտին մնացել է 1 տարուց մի փոքր ավել ժամանակ եւ սա նշանակում է, որ արդյունքները արդեն իսկ պիտի տեսանելի լինեն։ Եվ ուզում եմ հավաստիացնել, որ այդ արդյունքները տեսանելի են, դա ավելի քան ակնառու էր վարչապետի ելույթից եւ ավելի կենտրոնանալով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտների վրա, փորձենք մի քանի օրինակով տեսնել, թե ինչ արդյունքներ ենք արդեն գրանցել կառավարության ծրագրի այս ոլորտներում սահմանած թիրախների իրականացման տեսանկյունից։ Պետք է մի պարզ փաստ հիշեցնեմ։ Կառավարության ծրագիրը մեկնարկել ենք մի իրավիճակում, երբ որ մեր երկիրը արդեն շուրջ 6 տարի չուներ կրթության ռազմավարություն։ Այսօր մի իրավիճակում ենք, երբ որ ոչ միայն ունենք ռազմավարությունը, այլ արդեն 2 տարի է իրականացնում ենք բավական շոշափելի արդյունքով, ավելին հաստատված ռազմավարություններ ունենք, որոնք իրականացման process-ում են, նաև մշակույթի եւ սպորտի ոլորտում, ընդ որում սպորտի ոլորտում մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ։ Եվ սա մի բան է նշանակում, որ ոչ թե ուղղակի տարբեր միջոցառումներ ենք իրականացնում, այլ գնում ենք ոլորտների ռազմավարական զարգացման ճանապարհով։ Միայն նախորդ տարի 3 համակարգաստեղծ նոր օրենքներ ենք ընդունել խորհրդարանում, որոնք որ թանգարանների օրենքներ, էլի ոլորտի մայր օրենք առաջին անգամ ընդունված, երիտասարդական քաղաքականության մասին օրենքը, որը դարձավ թերևս ամենամասնակցային քննարկված եւ մշակված օրենքներից մեկը, մասնագիտական կրթության եւ ուսուցման նոր օրենքը, օրենսդրական բազմաթիվ փոփոխությունները չեմ նշում, բայց դրանք ինստիտուցիոնալ զարգացման ամենակարևոր գործիքներից են։ Ժամանակս չի հերիքի, որպեսզի նշեմ մեր բոլոր աշխատանքները, բայց ավելի մանրամասն պարզաբանումները թողնելով հարց ու պատասխանին սկսեմ նախադպրոցական կրթության ոլորտից։ Կառավարության ծրագիրը մեկնարկել ենք 21 թվականին ունենալով 3-ից 5 տարեկանների նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվածության 64.3% ցուցանիշ։ 24 թվականի ավարտին ընդգրկվածությունն աճել է ավելի քան 11%-ով, հասնելով 75%-ի։ 2017-ի նկատմամբ 20% աճ ունենք։ Ընդ որում, եթե 21 թվականին մի երեխայի միջին ու մանկապարտեզում գտնվելու ժամանակահատվածը մինչև մի տարի էր, այսօր արդեն դա ավելի քան 2 տարի է, ինչը նշանակում է, որ զարգացման ուղիղ ճանապարհ է բացվում։ Իհարկե, սա հնարավոր է նախ եւ առաջ 500 մանկապարտեզների եւ նախակրթարանների կառուցման, վերակառուցման, նորոգման մեծածավալ ծրագրով, որի մասին խոսեց նաեւ վարչապետը եւ որտեղ արդեն ավելի քան 33,000 շահառու երեխաներ ունենք։ Պետք է դպրոցների կրթության որակի մասին խոսելով էլի ուրախությամբ նշեմ, որ այստեղ էլ սովորաբար ասում ենք ժամանակ է պետք, որ արդյունքը տեսնենք, հատկապես որակական փոփոխությունների, բայց այսօր արդեն մենք որակական փոփոխությունները տեսնում ենք նաև կրթության որակի տեսանկյունից։
Եվ մասնավորապես, երբ որ նայում ենք մեր սովորողների գրանցած արդյունքներին տարբեր միջազգային ստուգատեսերում ու գնահատման հարթակներում, բնագիտության եւ մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով մեր 4-րդ դասարանցիները բարելավել են մաթեմատիկայի իմացության իրենց մակարդակը եւ նախորդ արդյունքների համեմատ 15 միավորի աճ են գրանցել։ Հիմա Հայաստանը 513 միավորով միջինից բարձր արդյունքներ ցուցաբերող երկրների շարքում է։ Կրճատվել է բնագիտության բնագավառում նվազագույն շեմը չհաղթահարող սովորողների թիվը։ 82%-ը արդեն իսկ նվազագույն շեմը հաղթահարում է, 40%-ը միջին շեմը։ Մենք էական բարելավում ունենք մեր երեխաների ֆունկցիոնալ գրագիտության կարողությունների մասով։ Պետք է ասեմ, որ շուրջ 800 երեխաների շրջանում ամեն տարի հետազոտություն է անցկացվում եւ տեսնում ենք, որ անբավարար արդյունք ունեցող երեխաների թիվը 20%-ով կրճատվում է։ Մեր երեխաների կեսից ավելին, 64.3%-ից ավելին բարձր արդյունք է ցույց տվել, այսինքն իր կարդացած տեքստի շուրջ 14 հարցերից առնվազն 9-ին ճիշտ է պատասխանել։ Հանրակրթության նոր չափորոշիչը բերել է նրան, որ մենք 2 տարում 6 ամսով էապես ավելացրել ենք մեր երեխաների արդյունավետ սովորելու ժամանակը, որը միջինում 2 անգամ գերազանցում է այլ երկրներում նմանատիպ բարեփոխման արդյունքները։ Ուսուցիչների մասնագիտության գրավչության բարձրացման ուղղությամբ մեր ծրագրերի մասին շատ ենք խոսել, բայց ես ուզում եմ խոսել արդյունքներից, որտեղ այն համալիր քաղաքականությունը, որով կամավոր ատեստավորման արդյունքներով վարձատրության բարձրացման արդեն ուսուցիչների 20% համակազմ ունենք, առանձին աջակցության ծրագրեր ունենք, այս համալիր քաղաքականությունը բերել է նրան, որ մենք նախորդ ուսումնական տարում մեր դպրոցներում ունեցել ենք ավելի քան 3300 նոր ուսուցիչներ, որոնց 16%-ը տղամարդ ուսուցիչներ են եւ սա ավելի մեծ համամասնություն է, քան ընդհանուր առմամբ մեր ուսուցչական համակազմում։ Պետք է նշեմ, որ ուսուցիչների 56%-ը նոր ուսուցիչների մասին է խոսքը, աշխատանքի անցել գյուղական դպրոցներում, ինչը ցույց է տալիս, որ մեր թիրախային ծրագրերը նաև գյուղական փոքր դպրոցներում հավելավճարների սահմանման տեսանկյունից հասնում են իրենց թիրախին։ Մեր նոր ուսուցիչների 32%-ը մինչև 30 տարեկան է, 39%-ը 31-ից 40 տարեկան, եւ սա ցույց է տալիս, որ մեր երիտասարդների համար մանկավարժի մասնագիտությունը եւ ուսուցչական աշխատանքը դառնում է աշխատանքային կոնկրետ հեռանկար, որից նրանք օգտվում են։ Իհարկե մեր համար առաջնահերթ ուղղություն է նաև կրթական միջավայրի բարելավումը, 300 դպրոցների ծրագրի մասին շատ ենք խոսել, ես ուզում եմ ընթացքի մասին մի փոքր տեղեկություններ հաղորդել, նշելով, որ այս պահին 319 հաստատություններ գտնվում են ծրագրի իրականացման տարբեր փուլերում, 45-ում արդեն ավարտել ենք, այս տարի կավարտենք եւս շուրջ 90 դպրոցում թե նորոգվող եւ թե կառուցվող, բայց ուզում եմ հիշեցնել, որ բացի այս մեծածավալ կապիտալ աշխատանքից նախորդ տարի ավելի քան 500 դպրոցներում շուրջ 800 միլիոն դրամի նորոգման աշխատանքներ են կարել։ Նախորդ տարի 541 դպրոցների կենսաբանության, աշխարհագրության, ֆիզիկայի, քիմիայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ ենք տվել։ Սա էապես փոխում է կրթության որակը։ Եվ սա ասում եմ խոսելով նաեւ մեր երեխաների եւ ուսուցիչների հետ, որոնք այս ծրագրերի ուղիղ շահառու են։ Քոլեջների կրթության մասին շատ ենք խոսում եւ խոսում ենք այն մասին, թե ինչքան կարեւոր է սա մեր երկրի զարգացման եւ տնտեսության զարգացման համար, այստեղ ներդրել ենք նաեւ գերակա կրթաթոշակի հնարավորություն ամսական 50,000 դրամի չափով, որը գործում է գյուղատնտեսության, արդյունաբերության, շինարարության ոլորտներում, ներդրել ենք նաեւ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համակարգ։ Եվ ահա արդյունքները ցույց են տալիս, ինչպես է աշխատում կառավարության քաղաքականությունը։ Նախորդ տարի մենք ունեցել ենք շուրջ 15,000 հոգի, որ ընդունվել են մեր քոլեջներ։ Դրա նախորդ տարվա 23-ի համեմատ ընդունելությունը աճել է 11.4%-ով։ Այս պահին մեր քոլեջներում սովորում է ավելի քան 45,000 ուսանող։ Եվ հատկապես աճը զգալի է հենց այն ուղղություններով, որտեղ մենք կրթաթոշակային ծրագիրն ենք իրականացնում։ Ավելի քան 123% աճ ունենք արհեստագործական ծրագրերով եւ 61% միջին մասնագիտական ծրագրերով։ Այս պահին արդեն դուալ ուսուցմամբ աշխատում են մեր հաստատությունների 23%-ը։ Նախորդ տարի նաև ատեստավորման համակարգը դրեցին քոլեջային համակարգում եւ
Ունենք մասնակից դասախոսների եւ վարպետների 89%, որոնք ատեստավորմանը մասնակցելու արդյունքում առնվազն կրկնապատկել են իրենց վարձատրությունը։ Իհարկե, բուհերի ուղղությամբ մեր աշխատանքները սպասում են գլոբալ համակարգային բարեփոխմանը, որը բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքի տրամաբանության մեջ իրականացվելու է եւ առաջիկայում օրենքը արդեն իսկ կհասնի ազգային ժողով, չնայած մի քանի անգամ արդեն այս հարթակում այն քննարկել ենք, բայց պետք է նշեմ, որ բուհական մակարդակում նույնպես մեր ներդրած ծրագրերը բավականին արդյունավետ աշխատում են։ Նախորդ տարի մեր շրջանավարտների կեսից ավելի քան 52% ընդունվել է բուհեր, ընդ որում նրանց 61% ԲՏՃՄ ուղղություններով։ Մասնագիտական կրթության ոլորտում մեր շրջանավարտների համախառն ընդգրկվածությունը հասել է շուրջ 60%-ի, ինչի շնորհիվ մենք բարելավել ենք մեր երկրի դիրքերը նաև Հայաստանի գլոբալ ինովացիոն ինդեքսում ունեցած ցուցանիշների տեսանկյունից։ Այստեղ գործում են նույնպես գերակա կրթաթոշակի ծրագրերը մասնագիտական մանկավարժության ուղղությամբ ԲՏՃՄ ոլորտներում, որտեղ մենք նախորդ տարի 21%-ից ավել ընդունելություն ենք ունեցել եւ նաեւ ընդգրկել ենք ագրարային ոլորտի մասնագիտությունները, որի շրջանակներում ավելի քան 200 ուսանող ընդունվել է ագրարային համալսարան։ Մեր առաջնահերթ ուղղությունը ակադեմիական քաղաքն է։ Այստեղ մեծ ծավալի նախապատրաստական աշխատանք է արվել, արդեն իսկ գլխավոր հատակագծի հայեցակարգը պատրաստ է։ Այս պահին միջազգային տարբեր հեղինակավոր գործընկերների աջակցությամբ տրանսպորտային շարժունակության նախագիծն է մշակվում, վերջնականացվում է գլխավոր հատակագիծը ամբողջությամբ մեր օրենսդրության համապատասխան, մշակվում է քաղաքաշինական ռազմավարական պլանը, արվում են անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքները։ Համագործակցում ենք միջազգային հեղինակավոր բուհերի հետ, ինչպիսին Մյունխենի տեխնիկական համալսարանն է, Լոնդոնի արվեստների համալսարանն է, Լոնդոնի համալսարանական քոլեջն է, որոնք մեզ աջակցում են բուհերի խոշորացման կոնցեպտի եւ տարբեր ուղղություններով հայեցակարգերի մշակման ուղղությամբ, որոնք էլ տարվա վերջին արդեն հիմք կդնեն հաջորդ փուլ անցնելու եւ իրականացման ավելի ինտենսիվ փուլ մտնելու համար։ Գիտության ոլորտի մեր աշխատանքները բերել են նրան, որ մենք այսօր ունենք միջազգայինորեն մրցունակ գիտություն։ Սա ասում եմ առանց վարանելու, որովհետև սա են ցույց տալիս հրապարակումների թվերը, որոնք որ էապես աճել են եւ նախորդ տարի միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում մեր գիտնականների հրապարակումները գրանցել են իրենց պատմական ռեկորդը։ Սա են ցույց տալիս միջազգային գիտական հարթակներում մեր գիտնականների ներկայացրած հայտերի մրցունակության բարձրացման ցուցանիշները։ Հորիզոն Եվրոպա ծրագրում մենք նախորդ տարի կարողացել ենք ներգրավել 7.6 միլիոն եվրո, որը նախորդ տարվա համեմատ շուրջ 2.4 անգամ ավել բյուջե է։ Համեմատության համար ձեզ ասեմ, որ 2014-ից 20 թվերին մենք ավելի շատ անդամավճար էինք վճարում, քան կարողանում էինք մեր գիտնականների ներկայացրած հայտերի միջոցով այս հարթակից միջոցներ ներգրավել գիտական հետազոտության համար։ Աշխատավարձերի բարձրացման մասին վարչապետն արդեն իսկ նշեց 105-ից 300% բարձրացումը այսօր իրականություն է եւ դրան գումարվում են նաեւ թեմատիկ հետազոտությունների այն վարձատրությունները, որոնք բերում են նրան, որ մենք ոլորտում 2022-ից սկսած ամեն տարի գիտաշխատողների թվի աճ ենք գրանցում, հատկապես երիտասարդների շրջանում, այն պարագայում, երբ որ նախորդող ամբողջ շրջանում անկախությունից ի վեր ամեն տարի նվազում էր այդ թիվը։ Իհարկե դեռ մեծ աշխատանք ունենք, բայց այս ամենը ցույց է տալիս, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում։ Ես արդեն խոսեցի մշակույթի ոլորտում հատկապես թանգարանների ուղղությամբ մեր միջազգայնացման աշխատանքներից, բայց պետք է հիշեցնեմ, որ մենք վերափոխեցինք գնային քաղաքականությունը տոմսերով եւ 60 դրամանոց տոմսերից հրաժարվելով հիմա ունենք մի իրավիճակ, որ 22 թվականի նկատմամբ թանգարանների սեփական եկամուտները գրեթե կրկնապատկվել են, կազմելով շուրջ 1.4 միլիարդ դրամ։ Ոլորտում բազմաթիվ աշխատանքներ կան։ Գործում է էլեկտրոնային տոմսային համակարգը, որը թե թափանցիկության եւ թե նաեւ մարքեթինգային քաղաքականության նոր ու մեծ հնարավորություններ է տալիս։ Մեր առանձնահատուկ ուշադրությունն է հուշարձանների վերականգնումը։ Նախորդ տարի 15 հուշարձանների վերականգնման աշխատանքներ են արել, որը կրկնակի ավել է 23-ի համեմատ։ Նաև մշակել ենք ու որոշակի նախապատրաստական փուլում են եւս 9 հուշարձանների նորոգման ամրակայման փաստաթղթերը։
Պետք է հիշեցնեմ, որ առանձնահատուկ ուշադրությունը պետականության խորհրդանիշ հանդիսացող հուշարձաններինն է, որի շրջանակներում մեր ուրեմն կողմից ներառվել են Բերդկունքի ամրոցը, Հորսի Չեսար Օրբելյանի պալատը, իդեպ ապրիլի 18-ին այս ուրբաթ օրը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է և Օրբելյանների վերաբերյալ մեծ գիտաժողով ունենք Վայոց-Ձորի մարզում ու հուսամ, որ սա էլ մեր քաղաքացիների համար լավ առիթ կլինի ներկա գտնվել, թարմացնել սեփական գիտելիքներն ու իմացությունը սեփական պատմությունից, ինչը այնքան կարևոր է։ Հուշարձանների ուղղությամբ մեր աշխատանքները ենթադրում են նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում, որը նույնպես իրականացվում է, որպեսզի նաև դրանք զբոսաշրջային իմաստով լինեն գրավիչ և նաև հասանելի մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար։ Մեր առանձնահատուկ ուշադրությունը մշակույթի ապակենտրոնացումն է, մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը։ Նախորդ տարի 9 երաժշտական փառատոններ են կազմակերպել ավելի քան 73600 հանդիսատեսի մասնակցությամբ ու կարծում եմ օրինակ այնպիսի նախագծեր, ինչպիսին ֆեստիվալն է, դարձել է շատ սպասված և մարդիկ արդեն հարցնում են, որպեսզի պլանավորեն իրենց ամառը։ Նաև 3 թատերական փառատոններ ենք ունեցել մարզերում շուրջ 14000 հանդիսատեսի ընդգրկմամբ։ Պիտի հիշեցնեմ թատերահամերգային կազմակերպություններում ներդրված ֆինանսավորման նոր մոդելը։ Սա էապես մեծացրել է վարձատրության բարձրացման հնարավորությունները և սրանից արդեն օգտվում են օպերային թատրոնը, տիկնիկային թատրոնը, որտեղ մինչև 35% տարեկան եկամուտների աճ է գրանցվել և մինչև 50% աշխատավարձերի բարձրացում, իհարկե շատ ինտենսիվ ընթանում է նաև բուն մշակութային գործունեությունը առաջնախաղերով և նաև դրանց հանդիսատեսի ընդգրկվածությամբ։ Առաջին անգամ նախորդ տարի իրականացրել ենք մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոնների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների ամսական դրամական խրախուսման ծրագիրը։ Նախկինում սա միայն սպորտի ոլորտում էր իրականացվում և ես ուրախ եմ, որ արդեն իսկ ունենք շահառու արվեստագետներ և կազմակերպություններ և 52 միլիոն դրամ արդեն այս նպատակով հատկացվել է։ Սպորտին անդրադառնալով մենք մի քանի կարևոր ուղղություն ենք ընտրել և իհարկե մեզ համար շատ կարևոր է ինչպես բարձր նվաճումների սպորտը և այս ուղղությամբ իհարկե նախորդ տարի օլիմպիական ոսկի չունեցանք, բայց Հայաստանի մարզիկները 384 մեդալ նվաճեցին, որոնց մեջ հատկապես ավելի մեծ համամասնություն է գրանցում ոսկե մեդալների թիվը, որոնք արդեն 32% են կազմում։ Հատկապես ուրախացնում է, որ մեդալներից 50-ը կամ 13.8%-ը կանայք են նվաճել։ Նախորդ տարի կանանց մասնաբաժինը մեդալների թվում 5.6% էր, այնպես որ կարծում եմ, որ արդեն իսկ մեր կին մարզիկների գրանցած հաջողությունները ոգևորում են մեր մյուս կին մարզիկներին առաջ գնալու։ Կարևորում եմ նաև հաշվանդամություն ունեցող մարզիկների մեր նվաճումները 37 մեդալ տարբեր առաջնություններում և հատկապես այնպիսի մարզաձևերում, որտեղ առաջին անգամ ենք հաջողություն ունեցել։ Մեր երկրում շարունակում ենք կազմակերպել միջազգային խոշոր մրցաշարեր։ Հենց այս օրերին Լիղասահքի և հոկեյի մարզադպրոցում անցկացվում է տափողակով հոկեյի 4-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը և լավ առիթ է մեր հավաքականին ոգևորելու, որը 15 տարվա ընդմիջումից հետո միջազգային մրցաշարում հանդես է գալիս, 2 հաղթանակ է գրանցել, հուսով եմ առիթ կունենանք նաև միասին հանդիպելու տրիբունայում, բայց մեր պլաններում նաև նոր և այլ խոշոր միջոցառումներ են, որոնցից հատկապես կուզեի նշել նախորդ տարի ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը 27 թվականին Հայաստանում անցկացնելու հայտի հաստատումը, որին մենք սպասում ենք շուրջ 4000 մասնակից ավելի քան 50 երկրներից։ Առանձնահատուկ ուշադրության է արժանանում հանրության շրջանում առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության խրախուսումը և այս ուղղությամբ մրցաշարերից պետք է առանձնացնեմ վարչապետի գավաթի 5 խոշոր մրցաշարերը, որոնց նախորդ տարի ունեցել ենք 9600 մասնակից, 48%-ով ավել, քան 2023-ին։ Հատկապես կարևորում եմ, որ 3 մրցաշարերը վերափոխվել են դպրոցականների շրջանում անցկացվող մրցաշարերի և մասնավորապես հեծանվի մրցաշարի համար շուրջ 6500 հեծանիվներ գնվեցին և բաժանվեցին մեր դպրոցներին և այսօր ես տեսնում եմ, որ երեխաները դրանք ակտիվ օգտագործում են, ուղղակի նաև իրենց առօրյայում։
Սպորտի զարգացման ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր կան, որոնք նախանշված են ռազմավարությամբ եւ այս տրամաբանությամբ էլ իրականացվում են։ Մենք ունենք նաեւ մասնավորի հետ համագործակցությամբ մեկնարկող նոր ծրագրեր, ուղղված կապիտալ ենթակառուցվածքների ձևավորմանը եւ առաջիկայում կմեկնարկենք նաեւ մարզերում տիպային մարզահամալիրների կառուցման գործընթացը մասնավորի հետ համագործակցությամբ եւ կուզեի խոսքս ամփոփելով նշել մի նոր ծրագրի մասին, որը մեկնարկեցինք նախորդ տարի եւ որի շահառուների հետ խոսելով տեսնում ես, որ նման ծրագրերը փոխում են մարդու կյանքի որակը, խոսքը մարզերում գործող մասնավորի կողմից շահագործվող լողավազաններում երեխաների լողի պարապմունքների ֆինանսավորումներ, որ նախորդ տարի մեկնարկեցինք եւ այսօր արդեն եթե առիթ ունենաք եւ ապարանի մոտակայքում գործող Արագած մարզասրահը այցելեք, կտեսնեք այն երեխաներին, որոնք 4 ամիս առաջ կարող էին երազել լողով զբաղվելու մասին, այսօր արդեն լողալ գիտեն եւ մտածում են պրոֆեսիոնալ մրցումների մասնակցության հնարավորության մասին։ Սրանք այն ծրագրերն են, որոնք փոխում են հանրային կյանքի որակը եւ որոնց իրականացումը նաեւ հանրային զարգացման ուղիղ հիմք է։ Շնորհակալություն։